Պարոն Հակոբյան հայտնի դարձավ, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել, հարկերի հետ է կապված, կարող եք ավելի մանրամասնել 2019 թվականի գործի մասին է խոսքում։ Գործը այս պահին քննվում է 19 թե 24 թվականի մասին է խոսք գնում, նաև խոսքը վարելիքի ներմուծման ոլորտին է վերաբերում, վարելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի մասին է խոսք գնում, որը նախկինում է ըստ էության բացահայտվել եւ այդ գործով հիմա վաղուց քրեական գործ կա հարուցված, եւ այդ քրեական գործի քննության արդյունքում եկել է մի կետի մեր քննչական կոմիտեն, որ այդ գործողության անհրաժեշտությունն է առաջացել։ Զուգադիպություն է, որ հենց ընտրություններից հետո եկաք այդ կետին։ Չեմ կարծում այդպիսի զուգադիպություն կա, ցանկացած քրեական գործ իհարկե մեր քննչական կոմիտեի գործիքները ավելի մանրամասն կմեկնաբանեն, որտեղ իրենց դիրքում է այս բանին հարցը, որտեղ պետական եկամուտների կոմիտեից վաղուց է դուրս եկել այդ աշխատանքը, եւ բնական է, որ որոշակի հասունության ժամանակ լինում են նաեւ նմանատիպ գործողություններ։ Բայց այդուհանդերձ Գագիկ Ծառուկյանը նշում է, որ ինքը այդ ժամանակ եւ նաեւ հիմա այդ որ տնօրենի պաշտոն չի զբաղեցրել, այսինքն այդ ամեն ինչի մասնակցությունը իր հետ կապված հիմնավոր է։ Տեսեք, այսպես է, մենք ինչ ենք անում, մենք սովորաբար երբ որ բացահայտում ենք խնդիրը, դրա միտումնավորությունը բացահայտելու համար քրեական գործ է հարուցվում, այսինքն հաղորդում ենք ներկայացնում, քրեական գործ է հարուցվում եւ քրեական գործի շրջանակներում է բացահայտվում այդ միտումը։ Ես ենթադրում եմ, որ մեր քննչական կոմիտեի գործընկերները ավելի մանրամասն կմեկնաբանեն, թե ինչ հիմքով են այդ ամեն ինչը անում, եւ ես համոզված եմ սովորաբար իրենց գործողություններում հենց այդպես էլ է, որ իրենք անում են այն ժամանակ, երբ որ դրա անհրաժեշտությունը հասունացել է, այսինքն ինքը սովորական քրեական գործընթացի մաս է կազմում։ Մնացած մանրամասները մեր դիրքում չի չեն կարող այս մեկնաբանել։ 2 թվականի 19 եւ 24 չէ, միջև սա կարծեմ միայն 19 թվականի մասին էր հայտնի դարձել։ Դա եւս նույն, այսինքն թեմային է։ Տեսեք, տարբեր գործեր կան իրականում, այսինքն դա միակը չի, իր հետ փոխկապակցված էլի տարբեր բիզնեսների գործեր կան, այդ թվում նաև մեր կողմից էլ անցած տարի մենք տարբեր ուղղություններով գործողություններ իրականացնելու արդյունքում ստվերային շրջանառություններ բացահայտել ենք, խոսքը այդ մի գործի մասին է, որը որ դուք նշում եք այս պահին, հետագան ցույց կտա արդեն առանձին գործերի շրջանակներում, բայց բուն այս գործողությունը, որով իրականացվել է, ձեր ասած գործն է։ Այսինքն ներկրել է վարելիք եւ ինչ է արել, հարկերը թաքցրել։ Հա, այդ գործընթացում բացահայտվել են թաքցված հարկեր։ Այսինքն այդ ներմուծման եւ վաճառքի գործընթացում բացահայտվել են թաքցված հարկեր։ Գազի մասին է խոսքը, թե դիզվարելիք է, թե բենզինի, ինչ վարելիքի մասին է խոսքը։ Խոսքը հենց, եթե չեմ սխալվում, դիզվարելիքի մասին է խոսք գնում էլի։ Իրանք իրականում կոմպլեքս են, այսինքն տարբեր բաներ են ներմուծվում, ինչ վերաբերում է մնացած մանրամասներին, այդ արդեն քննչական կոմիտեի դիրքում։ Բայց ներողություն, ուղղակի ճիշտ եմ, 19 թվականին է թաքցրել, թե 22 թվականին է թաքցրել։ Ես ճիշտ ասած գործի մանրամասներին չեմ ծանոթացել 19 թվականը ինչի հետ ուղիղ առնչություն ունի, ես ենթադրում հենց նույն բանի մասին է խոսք գնում։ Ես մոտ կնայեմ թվականը, որի մասին է խոսք գնում։ Եթե հնչեցրել են 2019 թվականին, ուրեմն դրա մասին։ Ուղղակի ինչու հենց հիմա այդ մասին բարձրացվեց եւ ոչ թե։ Դրա մասին արդեն պատասխանեցի, այսինքն կա որոշակի հասունություն եւ նորմալ է, որ քննչական կոմիտեն նմանատիպ գործողություններ իրականացնում։ Պարզապես պարոն Հակոբյան, ընդդիմությունն ասում է, որ դիտավորյան են անում այս հետընթացական շրջանում, քանի որ կախված է նաեւ վճռորոշներ ունի ԲՀԿ-ի խորհրդարանացների չանցնելու հարցը, եւ դա է պատճառը, որ միայն հիմա սկսեցին այսպես ասած ուսումնասիրել վերհանել այդ գործը։ Ես ճիշտ ասած դիտավորության մասին մեկնաբանություն չեմ կարող տալ, չեմ կարծում, որ նման բան կա, ոնց որ մեկնաբանեցի։ Ես ուղղակի ելնում եմ պրակտիկայից, ինչը որ ես գիտեմ, այսինքն իմ գործունեության շրջանակներում, երբ որ մենք հաղորդումներ ենք ներկայացնում, քրեական գործեր են հարուցվում, այդ քրեական գործերի շրջանակներում տարբեր փուլերում տարբեր գործողություններ կարող են իրականացվել, այդ թվում նաև պետական եկամուտների կոմիտեի հետ համագործակցությամբ, եւ բնական է, որ ինչ-որ մի պահի այդպիսի գործողություն իրականացվում։ Բայց Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում սպառնում էր, ասում էր բանտ է նստելու պատերազմի եռագլուխ կուսակցությունը։
Նաև նկատի ունենալով ըստ էության Գագիկ Ծառուկյանին, արդյոք սա չենք կարող դիտարկել նրա հայտարարության համատեքստում։ Ըստ էության Հանրապետության վարչապետը երբ որ ինչ-որ հայտարարություններ անում է, ակնհայտ է, որ գիտի որոշ գործեր, որոնք կարող են նման արդյունքի հանգեցնել։ Եվ բնական է, որ վարչապետը նմանատիպ բաներ ասելուց ինքը տեղյակ է, ծանոթ է գործերին եւ նմանատիպ հայտարարությունները բնական է։ Հիմա տեսվածներ հարմար առիթի։ Չէ, տեսեք, կա հասունության որոշակի շրջան, այսինքն առաջի անգամ չենք խոսում մենք դրա մասին, մենք պարբերաբար այդ խնդիրներից խոսում ենք, մենք խոշոր դեպքերի մասին եթե հետևեք եւ մենք եւ քննչական կոմիտեն պարբերաբար այդ հրապարակումները անում են եւ խոսում են, օրինակ, այսինչ բիզնեսում այս խնդիրը կա, այսինչ բիզնեսում այս խնդիրը կա, կամ բացահայտվել է բավական խոշոր չափերի սովորային շրջանառություններ, սա դրանցից մեկն է պարզապես, ու բնական է, որ Հանրապետության վարչապետը բոլոր աշխատանքներից եւ բոլոր գործերից տեղյակ է լինում։ Եվ օրինակ պահը, երբ որ հասունանում է, որ օրինակ հայտարարության անհրաժեշտությունը կա, պարզ է, Հանրապետության վարչապետը կարող է նմանատիպ հայտարարություն անել։ Որոնց ընթացք չեք տալիս եւ երբ որ տվյալ անձը քաղաքական ակտիվություն է ցուցաբերում, արդեն այդ գործերը ջրի երես են։ Չէ, տեսեք, եթե քաղաքական նպատակահարմարությունից ելներով, եթե դուք ասում եք 21 թվական, 24 թվական, ինչու է դեպքում 26 թվականին գործը հարուցվեց։ Շատ այդպիսի գործեր կան, որոնք երկար են տևում, որովհետեւ տեսեք հանցավորության միտումնավորությունը կամ թաքցնելու միտումնավորությունը բացահայտելը կան գործեր բավական երկար են տևում։ Անկեղծ կան գործեր, հիմա էլ կան գործեր, որոնք օրինակ 4-5 տարի ուսումնասիրվում են եւ քննչական կոմիտեն ավելի մանրամասն կպատասխանի, թե ինչու է հենց հիմա հասունացել այդ պահը։ Ես նկարագրեցի զուտ քննչական գործողությունների տրամաբանությունը, որոնք որ տեղի ունենում ըստ իմ պրակտիկայի։ Հարկերի մասով հնարավոր է այլ քաղաքական ակտիվություն ցուցաբերող ընդդիմադիր լիդերների նկատմամբ նորից գործեր հարուցեն կամ դուք տեղյակ եք, որ կան նման գործեր, որոնք առաջիկայում հայտնի կդառնա հասարակությանը։ Ինչը որ հայտնի կդառնա, պատկան կառույցները արդեն դրա մասին կխոսեն, ինչ վերաբերում է մեզ, մեր գործողություններում այն բոլոր սուբյեկտները, տեսեք, անձի մասին չի խոսքը, այսինքն մենք տնտեսվարող սուբյեկտին ենք ուսումնասիրում եւ եթե տվյալ անձը կապ ունի այդ գործունեության հետ կամ օրինակ դրա տնօրենն է, դրա սեփականատերն է, բարձր ուղղակի կամ անուղղակի ձևով առնչություն ունի այդ գործունեության հետ։ Հիմա մեր թիրախը, հարկային վարչարության թիրախը կամ օպերատիվ հետախուզական միջոցառումների թիրախը սուբյեկտներն են։ Հիմա կան այդպիսի գործեր, որոնք արձանագրվել են, որոնք առաջիկայում բոլոր ուղղություններով էլ կան, այսինքն եկեք չանձնավորենք, բոլոր ուղղություններով էլ կան գործողություններ ու այստեղ քաղաքական էլեմենտը բացարձակ կապ չունի, այսինքն մենք ընդ որում նշեմ, որ մենք ռիսկերով ենք գործում։ Ինչ ենք անում, մենք տարբեր ոլորտների ռիսկերը վերհանելով գործում ենք ռիսկային տնտեսվարողների ուղղությամբ։ Եվ այո, կան տնտեսվարողներ, որոնք առնչություն ունեն իրենց հետ, կան տնտեսվարողներ, որոնք չունեն առնչություն իրենց հետ, եւ այդ խոշոր գործերի մեջ եւ իրենք էլ կան եւ տարբեր մարդիկ էլ կան։ ներկայացրածների մասով կան։ Կան տարբեր գործեր, որոնք ժամանակին հաղորդումներ են ներկայացված եղել ու քննչական մարմինները եթե նոր գործողություններ կոնկրետ այս ներկայի դրությամբ 3 միակ բանի մասին որ խոսել ենք, մենք ենք վերջի ամիսների ընթացքում հերթական մեր ստուգումների շրջանակներում, երբ որ խաղատները հերթականությամբ ստուգում ենք, օրինակ Շանգրիլան էլ հայտնվել այդ ստուգումների շրջանակներում, այդ դրա շրջանակում ունեցել ենք բացահայտումներ եւ խախտումների բացահայտումներ, որը հիմնական քննվում է։ Եվ պարոն Հակոբյան, ՊԿ Իրանի ժամանած բեռնատարում հայտնաբերել էր չհայտարարված 143 կապ բնական մաս, ինչի մասն է, խոսքը ինչ է բացահայտվել։ Դա մաքսանենգության դեպք է, այսինքն բնական մազը մեր մաքսանենգության դեպքերից մեկն է, այսինքն նմանատիպ բազմաթիվ դեպքեր լինում են ու սովորաբար ինչ ենք մենք անում, մենք փորձում ենք սահմանում դրանք կանխել։ Եվ ըստ էության բացառիկ դեպքերից մեկն է, որովհետև մազը այնպես չի, որ շատ հայտնվում է մեր ուշադրության կենտրոնում, ինչի որովհետև հիմնականում թմրանյութերն են հայտնվում, եւ այդ առումով ուղղակի հերթական մաքսանենգության դեմ պայքարի արդյունավետ գործողությունների հետևանք է։ Եվ ապրանքների արտահանման մասով ինչ կարող եք ասել, Ասեք, ինչ հարցը ինչումն է, ես ասեմ։ արտահանման ծավալների մասով, փոխհատուցման սահմանաչափերի մասով
մի քիչ պիտի երևի ավելի կոնկրետացնեք, հատկապես ինչ է նկատի ունեք, հա։ Պետական եկամուտների կոմիտեն արտոնություններ տալով չի զբաղվում, դա էկոնոմիկայի նախարարության աշխատանքն է։ Ես պարզապես նշեմ, որ ընդհանուր առմամբ մեր արտահանման դրական դինամիկան շարունակվում է ու նոր էլ եթե հետևում եք մեր բյուջեի քննարկումներին, էկոնոմիկայի նախարարն էլ ասեց, եթե ապրանքը որակով է ստանդարտներին համապատասխանում է, արտահանման խնդիր չունի, ուղղակի տեսեք ինչպես է տեղ ունենում, էլի պարբերաբար օրինակ Ռուսաստանի Դաշնությունը կամ ԵԱՏՄ անդամ մեկ այլ երկիրը պարբերաբար խստացումներ է իրականացնում հասկանալու համար, որքանով է որակը ստանդարտներին համահունչ լինում եւ այդ առումով մեր ՍԱՏՄ-ն բավական ինտենսիվ աշխատում է իր գործընկերոջ հետ, որպեսզի մեր որակը համահունչ լինի ԵԱՏՄ շուկայի պահանջներին եւ մենք որևէ խնդիր չունենանք մոտ գործելուց։ Ինչ վերաբերում է ձեր ասած արտոնությունը ասվածը, ոչ թե արտոնություն, այլ աջակցության ծրագիր, որպեսզի մեր արտահանումները դիվերսիֆիկացիա ապրեն։ Եվ այսօր էլ խոսեցինք էլի դրա մասին, կառավարության ծրագրով աջակցության ծրագիր եղավ դեպի Եվրամիության շուկա արտահանելուց, այսօր էլ եւս մեկը կառավարության նիստում պիտի քննարկվեր, կարծում դրան էլ հետևած կլինեք, այսինքն այս շարքը շարունակում է նույն նրա համար, որ մեր արտահանումը ապրի դիվերսիֆիկացիա, որը կարծում եմ տնտեսության զարգացման ու կայուն զարգացման տեսանկյունից կարևոր քայլ է կառավարության կողմից։ Սա է ճանապարհը։ Եվ ավելին երեք ես նաև խոսել եմ դրա մասին, որ մենք էլ մեր մասով փորձում ենք մաքսային գործընթացները հնարավորինս այնպես դարձնել բոլոր ուղղություններով, որ մեր արտանողները որևէ խնդրի չհանդիպեն մաքսային վարչարության մասով եւ եթե տեղյակ եք վերջերս մենք Եվրամիությունում կցորդենք նաեւ նշանակել, որը առաջիկա օրերին կանցնի աշխատանքի եւ այնտեղի հետ կապված հարցերով էլ մաքսային վարչարության հարցերով նաեւ ինքը ինտենսիվ կզբաղվի։ Շատ են դիմում ձեզ գործարարները, ովքեր որ արտահանումով են զբաղված։ Օգնելու այդ վարչարարության հարցերը եթե բնական է, եթե խոսքը մաքսային համակարգի մասին է, դիմում են պետական եկամուտների կոմիտեին կամ մաքսային մարմնին։ Հատկապես, բայց մենք փորձում ենք օգնության, որ ասեք ինչ օգնություն նկատի ունեք։ Փաստաթղթերի հետ կապված շատ դիմել ասածը մենք ինչ ենք անում, մեր քաղաքականությունը հետևյալն է մաքսային ոլորտում։ Մենք որևէ բան, որ արտաքին շուկաներում փոխվում է, հատկապես ԵԱՏՄ-ում որ փոխվում է, մենք նախորդ տեղեկացնում ենք։ Օրինակ նույն ԵԱՏՄ-ում եւ Ռուսաստանում որոշակի փոփոխություններ եղան վերջին շրջանում, դրանք բոլորը մեր համակարգերով շատ օպերատիվ ձևով ծանուցում ենք, այդ ծանուցման արդյունքում էլ իրենք տեղակ են լինում, որ կա այսպիսի պահանջներ այդ շուկաները մուտք գործելիս, եւ երբ որ իրենք խնդիր են ունենում, իհարկե օպերատիվ աշխատանք ենք տանում մեր նաեւ մաքսային տարբեր երկրների գործընկերների հետ, որպեսզի ավելորդ բյուրոկրատական քաշքշուկների չհանդիպեն այդ փաստաթղթերը ներկայացնելիս։ Նկատի ունեմ անակնկալի չեն գալիս, որ ինչ-որ մի բան պակաս է եւ շտապ պետք է արտահանի, բայց այդ թղթերը իրականում տեսեք, տարբեր բիզնեսմեններ կան։ Մենք մեր առավելագույնը անում ենք, անկեղծ ասած, այսինքն մենք չկա այնպիսի կարգավորում, որը ուժի մեջ է մտնում եւ դա չի կոմունիկացվում կամ չի ծանոթվում մեր արտահանողին կամ ներմուծողին։ Այլ հարց է, որ լինում են արտահանողներ, որ ներմուծողներ, որոնց փաստաթղթային փաթեթները միշտ չի որ ամբողջական են լինում եւ դրա պատճառով երբեմն հանգում են խնդիրների։ Բայց թող ես ուղղակի հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ, որ մենք միշտ բաց ենք ցանկացած մաքսային խնդրով աջակցելու մեր բոլոր արտահանողներին եւ բոլոր ներմուծողներին։